քննարկում էինք մեր առաջի սերը ու ամուսիններ էին նստած եւ ասում էինք արդյոք այնպես ստացվեց խոսակցությունը, որ առաջի սերը չհամընկավ, որ մեկը մյուսին սեր պետք է խոստովանեին, կինը ամոթխած մտածեց, թե ամոթ կլինի որ ասել ու տղամարդը հանգիստ մեր մասնակիցներից մեկն ասեց. «Ինչ կա դրա մեջ դժվարության, ասա ես քեզ սիրում եմ Լենորա»։ Ու շատ հետաքրքիր է ստացվում ամեն հանդիպումն այդպես հուզառատ է, սիրա շատ է ու հետաքրքիր է։ Լուսնե օգտվելով արդից եկեք օրը, ժամը, ինձ թվում է վայրը բոլորը կհիշեն, հին հեքիաթ, հենց հին բառն էլ կարծես թե համընկնում է, բայց ավելի գրավիչ է օրն ու ժամը, երբ կարող են մոտենալ ձեզ, եթե մարդիկ լսում են մեզ, Արարատի մարզում, մասնավորապես Արարատ քաղաքում եւ ցանկություն կունենան գալ։ Եթե ուզում եք գալ մեր հանդիպումներին, մենք գործում ենք շաբաթ օրերին, ժամը 11-ից մինչև 1-ը, աշխատանքը 1-ից հետո հնարավոր է նաև շարունակվի, բայց սկսում ենք ժամը 11-ին եւ հիմնականում ավարտում ենք ժամը 1-ին։ Հին հեքիաթ սրճարանում։ Լուսնա, ինչն է հետաքրքիր Արարատի դեպքում մենք մի յուրահատուկ օրինակ ունենք, երբ քաղաքային սրճարաններից մեկը մեզ հյուրընկալեց, անվճար տրամադրեց տարածքը, որպեսզի Արցախից եկած մեր հայրենակիցները տարեց մարդիկ ժամանակակից միջավայրում գեղեցիկ տեղում մի բաժակ միասին սուրճ խմելու հնարավորություն ունենան։ Ես ուզում եմ, որ դուք այդ հարաբերության մասին նաև խոսեք, որ այդ օրինակը, որ մենք ունենք Արարատում, վարակիչ լինի մեր բոլոր քաղաքային համայնքների համար, որ բիզնեսն էլ չէ որ բիզնեսմենները իրենք ծնողներ ունեն, իրենք էլ սոցիալական պատասխանատվություն ունեն, եկեք պատմենք այս հաջողության պատմությունը, որպեսզի մյուսներն էլ վարակվեն սրանով։ Ուզում եմ նշենք, որ մենք սրճարան իրականացնում ենք Արարատ քաղաքի հին հեքիաթ սրճարանում։ Սրճարանը հատուկ է, քանի որ ունի եւ մանկական տաղավար, եւ բացօթյա, եւ փակօթյա, եւ այնքան հետաքրքիր է, որ սրճարանի տնօրենը Տիկին Հասմիկը ինքն այնքան հոգատար է, որ երբ որ տեսնում է մի փոքր քամի է, ասում է ներսում պետք է պարտադիր հանդիպենք, հա, երբ որ տեսնում է արևոտ է, գեղեցիկ է, դրսում է արդեն սեղանները պատրաստ պահում մեզ համար։ Սա հատուկ է, կարծում եմ Արարատի ժողովրդին, քանի որ իրենք շատ հյուրընկալ են, շատ բազմազբաղ առօրյա ունեն ու շատ են կիսում մեկը մյուսի ցավը եւ իմանալով ծրագրի մասին, որ այնտեղ հավաքվելու են նախ տարեցները, հետո հասկանում ենք, որ բոլորս էլ մի օր տարեց ենք դառնալու եւ ունենալու ենք այդ հոգատարության կարիքը, անվճար տրամադրել է տարածքը եւ մենք էլ այնտեղ շատ հետաքրքիր ու սիրուն ժամանց ենք ունենում, մեկ-մեկ ստացվում է այնպես, որ անգամ սրճարանի աշխատակիցները հետաքրքրությամբ մոտենում են եւ փորձում են ներգրավել աշխատանքների մեջ, զրույցին խառնվել եւ այլն։ Այսինքն ունենում ենք այն միջավայրը, որտեղ մարդիկ ներգրավում են եւ արցախցիները, որոնք արդեն իրենց համարում են նաեւ Արարատի մի մասը, եւ տեղացիները։ Հուսանք հետագայում նաև կունենանք տեղացիների այդպիսի սրճարաններ։ Բոլորիս նպատակն էլ այն է, որ հանրապետության բոլոր քաղաքներում ամենօրյա սկզբունքով տարեցները մեր ավագ սերունդը գնալու տեղ ունենա։ Հագնվի այդ օրը, գնա եւ լինի մի վայր, որտեղ դռները բաց իրեն կսպասեն։ Շաբաթը մեկ իհարկե լավ է, բայց պիտի լինի, ձգտում ենք, որպեսզի լինի ամենօրյա։ Լուսնե, Արարատի խումբը մեզ համար կարևոր էր, որովհետև առաջին անգամ էր այդ քաղաքում, որտեղ նաև շատ հանգրվանել էին Արցախից եկած մեր հայրենակիցները։ Ինչպես սկսեցիք խումբը, արդյոք դժվարությունների հանդիպեցիք, հեշտ եկան։ Նախ պատասխանատվությունն էր շատ մեծ նման խումբ վարելու եւ այդպիսի դժվարությունների միջով անցած տարեցների հետ աշխատանքն իրականացնելու։ Խմբի հավաքագրումը իրականացրել եմ քաղաքապետարանի հետ համագործակցելով, իրենք մեծ ուրախությամբ տվյալներ են փոխանցել, որը ինձ թույլ տվեց ես հավաքագրեմ Արցախի տարեցներին, որոնք մեծ ուրախությամբ մասնակցում են։ Ունենք տարեցներ, ովքեր 1-2 հանդիպում եկել են եւ իրենց հոգեկան դժվարությունները, հոգեբանական խնդիրները թույլ չտվեցին հաջորդ թիվ ունենալ այդ հանդիպումները, բայց մենք փորձում ենք ամեն գնով իրենց նորից ետ բերել Արցախի մեր սրճարանը, քանի որ գիտենք, որ այդ 2 ժամվա հանդիպումը շատ մեծ ազդեցություն է ունենալու իրենց հենց հոգեբանական որոշակի բարդություններ, խնդիրներ ձերբազատվելու համար։ Ինչպես են իրենց դրսևորում, պատմում են անցածից, փակ են ավելի, բացվում են, պատմում են։
Թե ուղղակի փակեն չեն ցույց տալիս անգամ էմոցիաները։ Իրենք ամեն գնով փորձում են ուժեղ լինել, քանի որ դա հատուկ է Արցախի ժողովրդին, փորձում են ամեն գնով իրենց ուժեղ դրսևորել, ուժեղ ցույց տալ, շատ քիչ են խոսում իրենց խնդիրների մասին, բայց երբ որ պահ է լինում եւ սկսում են խոսել, շատ հուզումնառատ դեպքեր են ունենում, այդ պատճառով հաճախ չեմ ուզում որպես խմբավար այդ կողմը բացել, որովհետեւ այս 2 ժամվա ընթացքում փորձում ենք այնպես որպեսզի տարեցներն ունենան մի փոքր հանգստություն իրենց խոսքում, հույզերում, գոնե կտրվեն, որովհետև առօրյա կյանքում անդադ բախվում են կորստի ցավի հետ։ Կարծես թե 24/7 ռեժիմով իրենք միայն մտածում են կորստների մասին, միայն մտածում են թե ինչպես գոյատևեն, իրենց ընտանիքը ինչպես պաշտպանեն այլ փորձություններից, իսկ այդ 2 ժամվա ընթացքում, քանի որ հենց տարիքակիցներ են իրար, ճանաչում են մեկը մյուսին կամ չեն ճանաչում, նոր են ծանոթություն հաստատում, հենց այդ 2 ժամը իրենց բարբառով խոսելը միայն եթե անգամ իմ աշխատանքը չլինի, մեծ ազդեցություն կունենա իրենց համար։ Լուսինե, անդրադառնալով Արցախցի մեր հայրենակիցներին, կուզեի իմանալ, թե ինչով է առանձնահատուկ այս խումբը։ Եթե չեմ սխալվում, ազգականներ կան, ընտանիքներով են գալիս մարդիկ, նաև մեկը մեկին խրախուսելով, մեկը մեկի հետ, մեկը մեկին բերելով, մեկը մեկի խաթր, չէ։ Մի զավեշտալի դեպք պատմեմ, գնացել էի արդեն իմ անհրաժեշտ ցուցակով, թե ովքեր են այդ օրը ներկա լինելու, ովքեր են մասնակցելու եւ տեսնում եմ 2 հոգի ավել մարդիկ են նստած ու մասնակիցներից մեկն ասում է քայլում էր փողոցով բռնեցի բերեցի, որովհետեւ այստեղ հետաքրքիր է, ուզեցի ինքն էլ մասնակցի։ Այո, մենք ունենք ընտանիքներ, ունենք ամուսինը, կինը եւ բերում են նաեւ իրենց զոնքաչին, կնոջ մորը, ունենք ամուսինը, կինը եւ իրենց քենին, հա, ընտանիքներով են գալիս, ունենք զույգեր հենց ամուսիններով են գալիս ու շատ հետաքրքիր է լինում, երբ որ հիշողության վերաբերյալ աշխատանքներ ենք իրականացնում, գնում ենք դեպի երիտասարդություն, շատ հետաքրքիր դեպքեր են բացահայտում, որտեղ երբ որ մեկն ուզում է չափազանցված ինչ-որ տեղեկություն պատմել կամ մի փոքր ուզում է տխրություն բերի, անմիջապես մեկը մյուսին սաստում են, մեկը մյուսին օգնում են, որ այդ հիշողությունը ճիշտ թվերով ասի, ճիշտ դեպքերով ասի եւ շատ հետաքրքիր դեպքեր են ունենում։ Ես կուզեի նաեւ խոսել մեր ուղեկցողների մասին, մենք ունենք այնպիսի տարեցներ, ովքեր որ տեսողության խնդիր ունեն, շարժողության խնդիր ունեն, դժվարություն են գալիս եւ հիմնականում իրենց թորնիկներն են բերում եւ մեր առաջի կամավորին հենց այդպես են գտել մենք տատիկին ուղեկցելով սրճարան լինելով այդ ամբողջ կազմում շատ մեծ հետաքրքրություն է ունեցել ծրագրի նկատմամբ եւ փորձում էր անամեն գնով ոչ միայն իր տակտիկին օգտակար լիներ որպես հայ եւ արցախյան բարբառի թարգմանիչ այլ նաեւ բոլորին եւ այդպես մեծ օգուտ է բերում ծրագրին հենց Արարատի մարզում Արարատ քաղաքում տեղի ունեցող սրճարանի շրջանակներում։ Հրաշալի է, սա էլ է օրինակ երիտասարդներին, ապագա բուժքույրերին եւ ընդհանրապես, որպեսզի գան ոչ իրենց տատիկների համար, բայց մեծ հաշվով տատիկների համար մի բաժակ սուրճ դնեն, մի բանով օգնեն, հեռախոսի մեջ մի բան փնտրելու, սա էլ պիտի դառնա սովորություն մեր հասարակության մեջ, սերունդների կապի տեսակետից